Սիրելիներս, ժամանակն է խոսել այն մասին, թե ինչ են աստղերը մեզ համար պատրաստել հաջորդ տարվա մարտին։ Պատկերացրեք մի երկնային մեքենա, որտեղ ճակատագրի ատամնանիվները հանկարծ սկսում են պտտվել նոր, գլխապտույտ արագությամբ։ Հենց սա էլ կպատահի, երբ Նեպտունն ու Սատուրնը կմտնեն հրաշալի ռեզոնանսի մեջ։ Որպես երկարամյա աստղագուշակ, ես արդեն զգում եմ այս թրթռումը, այն մեզանից ոմանց խոստանում է իսկական նվեր, որը կխլի ձեզ շունչը։ Պարզապես մտածեք այդ մասին, տիեզերքն ինքն է որոշել խաղալ ընտրյալների հետ, նրանց ձեռքը նետելով հաղթաթղթեր։ Այս ամիս 5 բախտավորներ կզգան իսկական տիեզերական շրջադարձային պահ, երբ բախտը դադարում է լինել պարզապես պատահականություն և դառնում է օրինաչափություն։ Հանգստացեք, ես ձեզ ամեն ինչ կպատմեմ, անկեղծ ասած։ Կրակը, որը ցրում է ամպերը, ինչու է խոյին ժամանակը բռնել ցուլին եղջյուրներից։ Խոյերի համար մարտը կլինի այն պահը, երբ ձեր ներքին շարժիչը կսկսի գերարագ աշխատել և խլացուցիչը չի դադարեցնի մռնչյունը։ Իմ սիրելի փոքրիկ գառնուկ, դու երկար ժամանակ կուտակել ես էներգիա, զսպել քո ազդակները, հարմարվել հանգամանքներին և հիմա երկինքը վերացնում է բոլոր խոչընդոտները։ Բախտը կհետևի քեզ հատկապես ինքնադրսևորման հետ կապված հարցերում։ Եթե վաղուց երազել ես փոխել սանրվածքդ կամ զգեստապահարանը, արա դա, քո տեսքը կատարյալ կլինի։ Եթե երազել ես համարձակ նախագծի մասին, որի մասին վախենում էիր նույնիսկ խոսել քո ղեկավարի հետ, 2026 թվականի մարտը քեզ համար կանաչ լույս է տալիս։ Նկատիր, թե ինչպես են ուրիշները գրավվելու քո աուրայով, դու կդառնաս մագնիս ճիշտ կապերի և առաջարկների համար։ Ամսվա գլխավոր կանոնը քեզ համար անտարբերությունն է։ Որքան արագ գործես, այնքան մեծ կլինի այն կտորը, որը առատաձեռն ճակատագիրը դրել է քո ափսեի վրա, հատկապես խոյերի համար։ Երբ սիրտն ու աշխատանքը միասին են երգում, առյուծները վայելում են փառքը։ Առյուծներ, պատրաստվեք, որ ձեր կյանքը բաժանվի մինչ և հետո մասերի։ Այս մարտը խթանում է ամենակարևոր ոլորտների՝ սիրո և աշխատանքի համաժամեցումը։ Դուք կարող եք զարմանալ, բայց հենց հիմա կարող եք ամուսնության առաջարկ ստանալ այն մարդուց, որի հետ գործ ունեք, կամ գտնել աշխատանքային զուգընկեր, որը կդառնա և ձեր հենարանը, և ձեր մուսան։ Մոլորակները դասավորվում են այնպես, որ ձեր ներքին լույսը ոչ միայն տեսանելի լինի, այլև կշլացնի ձեր շրջապատի մարդկանց։ Դուք կկանչնեք այնպիսի վայրեր, որտեղ կարող եք ցուցադրել ձեր առաջնորդական որակները և ձեր ոգու առատաձեռնությունը։ Որոշ առյուծներ կարող են նույնիսկ որոշել ռոմանտիկ արկած ունենալ գործընկերոջ հետ։ Եվ ուշադրություն դարձրեք, դա չի լինի անցողիկ սիրավեպ, այլ պատմություն շարունակությամբ։ Աստղերն ասում են, որ մարտ ամսվա էներգիայի հոսքը այնքան հզոր է, որ դուք կարող եք լուծել նույնիսկ երկարատև հակամարտությունները պարզ ժպիտով։ Մի թաքցրեք ձեր մազերը, դուրս եկեք աշխարհ, քանի որ այնտեղ են ձեզ սպասում հենց այն նվերները, որոնք կխլեն ձեր շունչը։ Տիեզերքի շշուկները ճանապարհին, աղեղնավորը լսում է երկնային նավիգատերին։ Աղեղնավոր, դուք անհանգիստ մարդ եք, միշտ ձգվում եք գործուղումների, ճանապարհորդությունների կամ պարզապես անծանոթ փողոցներով թափառելու։ Սակայն 2026 թվականի մարտին ձեր ճանապարհորդությունները կստանան միստիկական որակ։ Նեպտունը, այդ մեծ իլյուզիոնիստը, այնքան կսրի ձեր ներքին զգայարանները, որ դուք կզգաք ճանապարհը ձեր մաշկով։ Պատկերացրեք, դուք մեքենայով գնում եք անծանոթ քաղաք և հանկարծ ձեզ մղում են շեղվել ձեր նավիգատորի ցույց տված ուղղությունից և իջնել ստվերոտ նրբանցքով։ Եվ այնտեղ դուք կգտնեք այն, ինչ տարիներ շարունակ փնտրում էիք, լինի դա հազվագյուտ գիրք, ճիշտ մարդ, թե պարզապես տանջող հարցի պատասխան։ Աղեղնավորի համար այս ամիսը կլինի նշանների և համընկնումների ժամանակ։ Լսեք, թե ինչ է շշնջում ձեր ներքին ձայնը, երբ կանգնած եք կյանքի խաչմերուկում, այն չի ստի։ Նույնիսկ պարզ զբոսանքը կարող է վերածվել ճակատագրական հանդիպման։ Կարծես ճակատագիրը ձեզ ձեռքից բռնած տանում է և տանում է այնտեղ, որտեղ դուք պետք է լինեք։ Բնածին դիվանագետ։ Երկվորյակները կհասկանան յուրաքանչյուրին, ով կիսատ բռատ է խոսում։
Ահ, երկվորյակներ, ձեր տարերքը օդն է, եւ մարտին այս օդը կդառնա այնքան թափանցիկ, որ դուք կտեսնեք ձեր զրուցակցի մտքերը։ Նեպտունի եւ Սատուրնի միացումը բիզնեսում ձեզ կտա եզակի ունակություն, դուք կդառնաք անգերազանցելի բանակցող։ Հիշեք, թե ինչպես է դա պատահում։ Ձեր դիմաց նստում է քարե դեմքով մարդ, թվացյալ անթափանց, եւ հանկարծ դուք զգում եք նրա թուլությունները, նրա իրատան ցանկությունները, որոնք նա վախենում է խոստովանել։ 2026 թվականի մարտին դուք կկարողանաք համաձայնության գալ ցանկացածի հետ։ Ամենաանզիջող զուգընկերները, ովքեր տարիներ շարունակ ճաղ են դրել ձեր անիվի մեջ, հանկարծ կդառնան հարմարվողական եւ ճկուն։ Ձեր խնդիրն է պարզապես երկխոսել, ոչ թե ճնշել, այլ լսել այս ներքին եթերին։ Օգտագործեք այս պարգևը ոչ միայն շահավետ պայմանագրեր կնքելու, այլև առօրյա կյանքում։ Դուք կզարմանաք, թե որքան հեշտությամբ կարող եք համոզել երեխային ապուր ուտել կամ ձեր ամուսնուն այցելել իր սկեսուրին։ Սա ձեր լավագույն ժամն է, երբ լեզուն իսկապես դառնում է ցանկացած դրամ բանալին։ Ջրհոսների ֆինանսական ֆենշույ։ Կարգուկանոն, որը ոսկի է բերում։ Ջրհոսներ, դուք յուրահատուկ խումբ եք, երբեմն երազում եք, երբեմն փայլուն գաղափարներ եք ծնում, բայց ձեր ֆինանսական վիճակը միշտ վեր ու վար է։ Դե 2026 թվականի մարտը մեկ ընդմիշտ ամեն ինչ կարգի կբերի։ Խիստ Սատուրնը, որը ատում է քաոսը, կայցելի ձեզ եւ կարգուկանոն կհաստատի ձեր դրամապանակում եւ հաշիվներում։ Դուք հանկարծ կհայտնաբերեք, որ հին պարտքերը սկսում են մարվել, եւ չմարված վարկերը այլևս կախված չեն ինչպես մեռած քաշ։ Բայց դա միայն նվերի կեսն է։ Նեպտունը, ձեր գաղտնի խորհրդատուն, կակտիվացնի այդ փայլուն ինտուիցիան, որը ձեզ ճշգրիտ կասի, թե որտեղ ներդնել ձեր ազատված միջոցները։ Որոշ ջրհոսներ կդիմեն կրթության մեջ ներդրումներ կատարելու ռիսկին, եւ դա կբերի շահաբաժիններ։ Մյուսները կհասկանան, որ ժամանակն է արդիականացնել իրենց տեխնոլոգիաները, եւ նոր սարքը կդառնա գումար վաստակելու աշխատանքային գործիք։ Գլխավորը ագահ չլինելն է եւ չփորձել չափազանց շատ բան ստանձնել։ Սատուրնը կողմ է համակարգվածությանը, այնպես որ մշակեք ծրագիր, կազմեք բյուջե եւ դուք կտեսնեք, թե ինչպես ֆինանսական գետը, որը թվում էր չոր, կրկին կլցվի կենսատու ջրով։